Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուրեմն կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ առաջարկում էր, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից առաջ Հայաստանը, մեր պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, օրենքներ ընդունի, ինչու որ տնտեսությունը, գույքը, հողը, մեր շահերը պաշտպանի սահմանի բացումից առաջ, որովհետև մենք գիտենք, որ 35 տարի այդ սահմանը փակ է Թուրքիայի նախաձեռնությամբ։ Եվ որևէ քննադատություն չկա, որևէ մեկին ուղված, ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ մի բան, առաջարկա, զուտ բան եմ առաջարկել։ Ժողովուրդ ջան, նայում ենք մի հարցակում, մի հայհոյանքներ, վիրավորանքներ, հանդիմանություն, ու նայում ենք հայ անազգանները օկտատեր են այս մարդիկ։ Նա մտածում ենք, ասում ենք, լավ, իշխանություններին չեմ քննադատել, բան եմ առաջարկել։ Ընդդիմությանը չեմ քննադատել, Թուրքիային չեմ քննադատել, Ադրբեջանին չեմ քննադատել։ Արա ով են այս մարդիկ, որ չեն ուզում, որ Հայաստանը լինի պատրաստ սահմանի բացումից առաջ։ Ովքեր են։ Ու մտածում եմ, լավ, կարող է բանա Արևմտյան Ադրբեջանի համայնքը արդեն վերադարձել է։ Կարող է բանը ինչ որ տենց Հայաստանում գործող Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը պաշտպանող խմբեր կան։ Կարող հայ օկտատերի անազգանուններով Թուրքիայից եւ Ադրբեջանից մեր սոցիալական ցանցերում նստած մարդիկ կան։ Այդ ամեն ինչն էլ կարող է լինել, ժողովուրդ։ Բայց դուք կարդում եք այդ մեկնաբանությունները եւ ինչի մասին այս ամեն ինչը։ Դուք ինչ կարծիք եք, ովքեր են այդ մարդիկ, որ նման կերպ արձագանքում են անշար, անմեղ, պետականամետ պետությունը պաշտպանող իմ կողմից ներկայացված առաջարկությանը։ Կսպասեմ ձեր արձագանքներին։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ այդ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման տեսանյութը կարող եք դիտել իմեջում։